Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Այսօր մենք բացում ենք Ղևտացիների 26-րդ գլուխը։ Սա մի հատված է, որտեղ Աստված շատ պարզ ցույց է տալիս իր սիրտը։ Նա ուզում է օրհնել իր ժողովրդին եւ բնակվել նրանց մեջ։ Այս գլխում Աստված խոստանում է հրաշալի օրհնություններ նրանց համար, ովքեր քայլում են նրա ճանապարհով։ Նա խոստանում է խաղաղություն, առատություն եւ ամենակարևորը իր ներկայությունը։ Աստված ասում է. իմ բնակարանը ձեր մեջ կդնեմ եւ ձեր մեջ կքայլեմ։ Բայց մենք գիտենք, որ մարդկային ուժերով դժվար է միշտ կատարյալ լինել։ Ահա թե որտեղ ենք մենք տեսնում Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը օրհնության աղբյուրը, Հիսուսը այն միակն է, ով կատարելապես հնազանդվեց Հորը։ Նրա շնորհիվ է, որ Աստծո բոլոր օրհնությունները հասանելի դարձան մեզ համար։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, Աստված մեզ օրհնեց ամեն տեսակ հոգևոր օրհնություններով Քրիստոսի միջոցով։ Եփեսացիներից 1:3-ն է դա ասում։ Էմանուել, Աստված մեզ հետ, այն խոստումը, որ Աստված կբնակվի մարդկանց մեջ, լիարժեք կատարվեց Հիսուսի մեջ։ Նա եկավ, որպեսզի Աստծո ներկայությունը այլևս երբեք չհեռանա մեզանից։ Նույնիսկ երբ այս գլխում կարդում ենք զգուշացումների մասին, մենք տեսնում ենք Աստծո մեծ ողորմությունը։ Նա ասում է, որ եթե մենք սխալվենք, բայց խոնարհվենք ու դառնանք դեպի նա, ինքը կհիշի իր ուխտը եւ չի լքի մեզ։ Սա հենց ավետարանն է, թանկագիրներ։ Հիսուսը վերցրեց մեր անհնազանդության պատիժը, որպեսզի մենք ստանանք Աստծո սերը ու օրհնությունը։ Սիրելիներ, հաստատվեք այս ճշմարտության մեջ։ Աստված ձեր կողմից է։ Նա չի ուզում ձեզ պատժել, նա ուզում է մեզ հետ քայլել։ Քրիստոսի շնորհով դուք այսօր Աստծո օրհնված զավակներն եք։ Ամեն։ Եվ եկեք մեր սովորության համաձայն աղոթենք։ Տեր Հիսուս ջան, շնորհակալ ենք, որ դու քեզ վրա վերցրեցիր ամեն անեծք եւ մեզ տվեցիր Աստծո օրհնությունը։ Շնորհակալ ենք, որ դու բնակվում ես մեր մեջ եւ երբեք մեզ չես լքում։ Օգնի մեզ ամեն օր քայլել քո լույսի մեջ եւ վայելել քո խաղաղությունը։ Ամեն։ Սիրելիներ, եթե ձեր սրտերին կպավ այսօրվա պատգամը, մեկնաբանությունների մեջ կարող եք գրել, թե Հիսուսին ինչպես տեսակ դուք։ Թող Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները եւ Տիրոջ սուրբ ներկայությունը եւ նրա շնորհը Սուրբ Հոգու լինի մեր բոլորի հետ եւ մեր ընտանիքներում Հիսուսի անունով։ Ամեն։